Բարև ձեզ հարգելի բարեկամներ, ողջույն տարածաշրջանի ամենաերջանիկ ժողովրդին, առաջարկում եմ միասին թարմացնել լրահոսը։ Իդեպ, այս ամենակատակ չէր, սա ճշմարտությունն է, Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիր, տվյալները քիչ առաջ հրապարակել է The World Happiness Report-ը, իսկ աշխարհում Հայաստանը զբաղեցնում է պատվավոր 87-րդ հորիզոնականը։ Իդեպ այս տարի մեր երկիրը նախորդ տարվա համեմատ մի փոքր, մի քանի կետով զիջել է իր դիրքերը, սակայն այնուամենայնիվ մենք կրկին շարունակում ենք մնալ տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրը, ինչի կապակցությամբ եւ շնորհավորում եմ։ Իդեպ, ամենաերջանիկն ենք, բայց մեր հասցեին կրկին հնչում են մեղադրանքներ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 19-ին ժամը երեկոյան 7-ից 7:10 ընկած հատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը միևնույն ժամանակ հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ դրա մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Իդեպ, այս նախադասության վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Բայց բարեկամներ, ինչպես թե չի արձագանքել, եթե Այխան Հաջիզադեն հայտարարություն էր տարածել։ Ինչ է, դա արձագանք չէ։ Ես հիշեցնեմ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից պաշտոնապես հայտնում էին, որ մեջբերում եմ, Փաշինյանի առաջարկները գնահատում ենք անհարկի եւ դժվար իրագործելի, մեջբերման ավարտ։ Ու մինչ հայաստանյան պաշտոնական առաջարկները որակվում են անիրագործելի, մենք կրկին նոր առաջարկներ ենք անում։ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ, հայտնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեջբերում իր խոսքը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ, մեջբերման ավարտ։ Ավելի վաղ Փաշինյանը Facebook-յան իր էջում նաև գրել էր, որ հանձնարարականներ եմ տալիս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, հանձնարարականը հստակ է, մեջբերում են վարչապետին, հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի, գրել է վարչապետը։ Վարչապետը նաև շնորհավորական ուղերձներ է հղել այսօր Իրանի հոգևոր առաջնորդին եւ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին, Նովրուզի տոնի կապակցությամբ է վարչապետը շնորհավորել։ Իսկ մենք գանք կառավարության նիստին, Հայաստանի վարչապետը տեղեկացրել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում կառավարությանը կառաջարկի պարոն Նահապետյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դեռ նոյեմբերի 18-ին պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։ Կառավարության նիստի ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահ Արթուր Նահապետյանը շնորհակալություն հայտնեց այդ պաշտոնում իր թեկնածության առաջադրման համար եւ հանդես եկավ ելույթով։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ։ Իմ թեկնածությունը առաջադրել եւ հաստատել ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ կորցադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Մեկ անգամ եւս շնորհակալություն բարձր վստահության համար։ Եվ այսպիսով ունենք հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահ եւ բնականաբար նոր սպասելիքներ եւս կան։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը ընդգծեց, որ հակակոռուպցիոն կոմիտեի, այդ թվում քննչական կոմիտեի աշխատանքի վերաբերյալ կարեւոր է, որ ունենանք ելքի մասին որոշակի պատկերացումներ։ Ինչի մասին է խոսքը, վարչապետն է պարզաբանում։ Լրատվական ուղեկցությամբ քրեական գործը հարուցվել է, հիմա մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը
որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է։ Դե բարեկամներ, մենք էլ ենք հենց դա ասում, ավելին, ոչ միայն մենք մեր խմբագրականով, այլև ժողովուրդն էլ է դա ասում, բայց խնդիրը նրանում է, որ մոտավորապես 7 տարի մենք նույն բանն ենք տեսնում եւ լսում, այլ խնդիրը այն է, որ տարբեր պաշտոնյաներ փոխվում են, անուններ են փոխվում, բայց արդյունքը մնում է անփոփոխ։ Ոնց տարիներ առաջ հայտնի մարդկանց անուններ էին հնչում եթերներում եւ ունեցվածքի մասին տարբեր վանկարկումներ էին անում, այնպես էլ մեր օրերում հնչում են այդ մեղադրանքները։ Էլի եմ ասում, դա ընդհանրապես անթույլատրելի է, որ կարա լինի դեպք, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 տարի հետո, ասենք բա ինչ եղավ այդ գործը եւ պարզվի, որ այդ գործի նախաքննությունը շարունակվում է։ Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է հենց այդպես է լինելու է։ Իդեպ ոչ, ես չեմ չարախնդում, այլ հակառակը, ես իրապես ցավում եմ, որ մենք տարիներ շարունակ նույն շրջապտույտի մեջ ենք։ Այո, որոշ մարզերում, որոշ հողեր վերադարձվել են համայնքին, ինչ խոսք, պետք է փաստենք դա, չգիտեմ, որ գյուղում ապօրինի սեփականաշնորհված արոտավայրը ետ է վերադարձվել համայնքին, եւս եղել են նման դեպքեր, ինչ որ մի մայրուղու ապօրինի կառուցապատում քանդել են կամ պետականացրել են, պետության են վերադարձրել, եղել են, ինչ խոսք, բայց այն հիմնական ու բոլորիս հայտնի մարդկանց հասցեներին տարիներ շարունակ հնչած մեղադրանքները վերջնական ու իրավական գնահատականներ չեն ունեցել եւ այդպես էլ մնում են, ինչպես ժողովուրդն է ասում, օդում կախված։ Բայց բարեկամներ, մյուս կողմից իրական Հայաստանի մասին է խոսվել։ Խոսվել է տարբեր հարթակներում, դե հենց սա էլ իրական Հայաստանն է, որտեղ մի հայացքի համար դանակը կարող են մխրճել բառից բուն իմաստով սիրտդ։ Խոսքը Լոռիում տեղի ունեցած ահավոր դեպքի մասին էր, որի զոհն էր դարձել 17-ամյա մի երիտասարդ։ Դա էլ է իրական Հայաստան, չէ՞։ Ես կասեի, դա հենց ամենաիրական Հայաստանն է, որի մասին մենք հաճախ մտահոգվում ենք, որտեղ սերն ու ատելությունը քայլում են ձեռք-ձեռքի բռնած։ Վարչապետի խոսքերով իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալ կերպ է առաջարկվում, որ ապագայի մասին մեր պատկերացումները պետք է փոխվեն։ Հնարավորությունը այսօր է եւ հիմա, նույնիսկ եթե այսօր այդ հնարավորությունները չկան, պետք է աշխատենք այդ հնարավորությունները բացելու վրա։ Հանդիպման ժամանակ ասել է վարչապետը իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի մասին քննարկման ժամանակ։ Իդեպ, կրկին վերադառնալով կառավարության նիստին, իրական Հայաստանի տրամաբանության մեջ խոսվեց նաև այն փաստի մասին, որ անկախ Հայաստանի արվեստը, նկատի ունեմ անկախության տարիների ժամանակաշրջանը, մեր թանգարաններում կարծես թե քիչ է ներկայացված։ Համենայն դեպս վարչապետն է այդ գնահատականը տվել կառավարության նիստի ժամանակ։ Ես շատ կարևոր եմ համարում հենց իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, որ մենք այդտեղ բաց ունենք, մենք այո, մեր մշակութային ժառանգությունը նախքից մենք գրում ենք մեր թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարի կեսի եւ այլն խորհրդային միություն եւ անկախ Հայաստանը, Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված ու բան չի, եւ սա կապ ունի այն խնդիրների հետ պետականության եւ անկախության ընկալման, որի մասին մենք խոսում ենք։ Մենք մեր աշակերտներին էլ խթանում ենք, որ գնան թանգարաններ եւ այլն, գնում են այդտեղ տեսնում են, այո, շատ կարեւոր ժառանգություն են տեսնում, բայց անկախությունից հետո բանա, բաց է, վակուում է, չկա էլ ոչ մի բան։ Հայաստանում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչ մի բան չկա։ Եվ սա լուրջ խնդրեմ է եւ այո մենք պետք է այդ ֆոնդերը համալրենք եւ մենք պետք է նաեւ մեր պետական պատկերասրահում Հայաստանի պետական պատկերասրահ չէ կոչվում Հայաստանի ազգային պատկերասրահում ասենք ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա ըստ էության թե կա
Որոշ գործեր ցուցադրված են այս շրջանակներում էլ ձեռք են բերվել, պարոն վարչապետ, մենք ապրիլին նախատեսում ենք, որ կբացենք պատկերասրահի բոլոր հարկերը ամբողջությամբ եւ այդտեղ արդեն ավելի ամբողջական կցուցադրենք, բայց ընդհանուր առմամբ նաեւ ցուցադրության տարածքների լուրջ խնդիր ունենք, որովհետեւ բավականին ֆոնդերում նաեւ կարեւոր ուրեմն գործեր կան, որոնք հնարավոր չի լինում մշտական ցուցադրել եւ ժամանակավոր ցուցադրությունների միջոցով պարբերաբար ցուցադրվում են։ Ձեր ասած խնդիրը իհարկե կա, հավաքածուն պետք է համալրել, դրան պետք է առանձին ուշադրություն դարձնել եւ կարծում եմ, որ ներկայումս այս վերաբացվող ցուցադրությունը պատկերասրահի այդ տրամաբանության մեջ է։ Եվ այո, մենք պետք է առաջինը որպես մշակութային ժառանգություն որպես մեր մշակութային ժառանգություն այսօր դա ձեռք բերենք, բայց այս համակարգը ինչով է էական, որ դա նաև կապիտալ ներդրում է պետության համար, որովհետև դա պետության սեփականությունն է, եթե պրոֆեսիոնալ ձև կերպով նկարները ձեռք բերեն, այսօր 5 միլիոն դրամով ձեռք ենք բերել, մինչև կհասնի հակակոռուպցիոն կոմիտեին կարող է այդ նկարը արդեն դառնա 15 միլիոն դրամ կամ 15 միլիոն դոլար եւ դրանով բոլոր հարցերը արդեն լուծված կլինեն եւ դա շատ էական է։ Իդեպ, քանի որ մշակույթի մասին խոսվեց, հիշատակվեց նաեւ կոռուպցիան, այստեղ մի դրվագ հիշեցի, կարծում եմ դուք էլ կխոստովանեք, որ տարիներ առաջ, գուցե եւ այսօր հայտնում էին, որ Սարյանի կտավի բնօրինակները որոշ մարդիկ սեփականացրել են, տարել են, գողացել են, մի խոսքով մեղադրանքներ էին հնչել, եւ այդ պատմությունը վերջը ինչ պարզաբանում ունեցավ, ինչ հանգուցալուծում ունեցավ, այդպես էլ չիմացանք։ Հիմա դիտելով կառավարության նիստի այս գնահատականները, որ տալիս է վարչապետը եւ ԿԳՄՍ նախարարը, հիմա էլ այնպես չստացվի, որ այս նոր արվեստի գործերից էլ մենք հիմա խոսենք, հետո անցնեն տարիներ, հետո պարզվի, որ 5 միլիոն դրամով ենք ձեռք բերել, հետո գումարները թանկացել են ու ինչ որ մարդիկ հայտնվեն, որ կրկին կսեփականաշնորեն կամ կտանեն ու այդպես էլ հանրությունը չի իմանա բնօրինակները ուր կորան։ Դե որոշ մարդիկ կասեն, եկեք հայտարարագիր լրացնենք ու ամեն ինչ պարզ կլինի ու կընկնի տեղը։ Կառավարության նիստի ժամանակ բնականաբար խոսվեց հայտարարագրերի մասին եւս, կառավարության մարտի 20-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընդհանուր հայտարարագրման համակարգին, նշելով, որ դրանով մի քանի խնդիր է լուծվում։ Առաջինը այն է, որ համակարգի ներդրումը թվայնացման ուղղությամբ շատ մեծ խթան է, քանի որ պարտավորված են լինելու թվային հարթակները ել ավելի ուժեղացնել։ Մենք այս փուլում տեսեք, ասում ենք կրթության վճարի համար մինչև 100,000 դրամ վերադարձնում ենք, անկախ նրանից մարդը միլիոնատեր է, թե ապրում է ամսական 200,000 դրամ եկամտով։ Բայց հիմա մենք դա ստիպված ենք անում, հիմա այս առաջին փուլից հետո արդեն մենք կտեսնենք հստակ, հասցեական, կկարողանանք տարբերակել միլիոնատերերին ոչ միլիոնատերերից, Հիմա չնայած կարող ասան ինչի չգիտեք, միլիոնատեր են թե չէ։ Շատ կարևոր է տարբերակել, իմանալը համակարգի միջոցով, իմանալը վերլուծական գործիքների միջոցով եւ տեսնելը հարաբերությունները եւ գործառնությունները եւ այդպես շարունակ։ Հիմա հաջորդ փուլում ընդ որում դա քաղաքական ընտրության հարց է։ Մենք կարող է արդեն այդ վերաբաշխումը, այդ թվում սոցիալական արդարությունը կամ սոցիալական ճիշտ խթաններ ներդրնելու մասով կարող ենք այն ամենաապահովված խավի սոցիալական կրեդիտ օրինակ 100,000 դրամից դարձնել 90,000 դրամ, այն մյուս խավի սոցիալական կրեդիտը 100-ից դարձնել 110,000 դրամ եւ այս կարգի գործիքներ մենք կունենանք կիրառելու համար։ Էլի եմ ասում, դա քաղաքական ընտրության հարց է, որովհետև մենք ամբողջական պատկերը պետք է ունենանք, մեծ տվյալները պետք է վերլուծենք, պետք է հասկանանք ինչ է կատարվում։ Ի վերջո, էդ էլ ասենք, որ մենք սոցիալական ցանցով մամուլի հրապարակումով հնարավոր չէ այդ վերլուծությունը անել։ Մենք պետք է այս մեծ տվյալի վերլուծությամբ հասկանանք մեր մոտ բարեկեցության բաշխվածությունը, երբ որ մենք իմանանք, արդեն կարող ենք ավելի սկզբունքային եւ թիրախային եւ անհատական եւ սոցիալական խմբերի մակարդակով որոշումներ կայացնել առողջապահության, կրթության, հետագայում նաեւ գուցե այս նոր համակարգը կներդնենք նաեւ բնակարանային ապահովման
հարցում, որովհետև հիմա Երևանից եկամտային հարկի վերադարձի համակարգը դուրս եկավ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն սա ահռելի հնարավորություններ է տալու մեզ, ահռելի հնարավորություններ եւ անհատական, եւ պետական, եւ հանրային մակարդակով։ Խոսենք այլ թեմաների մասին եւս, Հայաստանում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար եւ Rasmussen Global միջազգային կազմակերպության նախագահ Անդերս ֆոն Ռասմուսսենը։ Rasmussen Global միջազգային կազմակերպությունը օգնում է Հայաստանին բազմազանեցնել իր միջազգային կապերը, հայտարարում է Հայաստանում պարոն Ռասմուսսենը, նա իդեպ Իջևանում էր եւ լրագրողների հետ ասուլիսի ընթացքում մի շարք հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց։ Ռասմուսսենի խոսքով նա Հայաստան է այցելել 3 հիմնական ուղերձով։ Առաջին ուղերձը հետեւյալն է, ասում է Ռասմուսսենը. մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Ես ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ վարչապետ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել համաձայնելով այս համաձայնագրին։ Այժմ գնդակը Ադրբեջանի դաշտում է եւ ցանկանում եմ, որ Բաքուն հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը։ Երկրորդ ուղերձը այն է, որ ավելի ուժեղ լինեն Հայաստան-Եվրոմիություն կապերը։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ծիլ է, որը աճում է շատ բարդ պայմաններում։ Ահա թե ինչու եմ ուզում, որ Եվրոմիությունը ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը։ Երրորդ ուղերձս. ես օժանդակում եմ վարչապետ Փաշինյանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, եթե այն իրականացվի, ապա կօժանդակի առևտրային հարաբերությունների զարգացմանը ամբողջ Կովկասում։ Ահա թե ինչու եմ ես ուզում, որ Եվրոմիությունը ֆինանսապես օժանդակի ենթակառուցվածքների կառուցմանը, որովհետև Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան կապը կնպաստի ոչ միայն խաղաղությանը, այլև տարածաշրջանի բարգավաճմանը, ասել է ՆԱՏՕ-ի նախին գլխավոր քարտուղար Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս ֆոն Ռասմուսսենը։ Այդ թեմաների մասին, բարեկամներ, կրկին գնացքի տակ մարդ է ընկել։ Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռի մարզում։ Ժամը առավոտյան 11-ի սահմաններում Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժինը հազանգ էր ստացվել, որ Ալավերդի բնակավայրով անցնող երկաթգծի վրա գնացքը հարվածել է քաղաքացուն, ով եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից հազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին գիտակցության չգալով այդպես էլ մահացել է։ Պարզվել է, որ մահացածը Լոռի մարզի բնակիչ 75-ամյա քաղաքացի է։ Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն թե սպանություն, պարզում են մասնագետները։ Այս պահին հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին դատապարտել է Չինաստանի թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով 4 կանադացիների մահապատժի ենթարկելու համար։ Արտգործնախարարը հայտնել է, որ այդ մարդիկ ունեին Կանադայի եւ Չինաստանի երկքաղաքացիություն։ Նախարարը միայն ասել է, որ մահապատժի են ենթարկվել 4 կանադացի։ Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել, միայն հավելելով, որ այդ մարդկանց մեղադրել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։ Ժոլին հավելել է, որ անձամբ մի քանի ամիս հետևել է դատապարտյալների ճակատագրին։ Արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ ինքը եւ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Տրյուդոն անձամբ խնդրել են Չինաստանի իշխանություններին ներողամտություն ցուցաբերել այդ մարդկանց նկատմամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, դատապարտելով Գազայի վրա Իսրայելի ագրեսիայի վերսկսումը։ Կողմերը միաժամանակ ընդգծել են հրադադարին վերադառնալու անհրաժեշտությունը։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է գահաժառանգ արքայազնի նախաձեռնությամբ Սաուդյան Արաբիայում անցկացված քննարկումները, որոնք հնարավորություն են տվել մեկնարկել ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները։ Ղեկավարները քննարկել են նաև Սիրիայում եւ Լիբանանում տիրող իրավիճակը։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։ Մենք կարող ենք կոչ անել Թուրքիային հարգել մարդու իրավունքները եւ պատշաճ կերպով զբաղվել իր ներքին խնդիրներով։ Սա արդեն պարզ է եւ մենք կարող ենք պարզապես հիշեցնել այս մասին, նշել է Թեմի Բրյուսը։ Եվրամիությունը եւս դատապարտել է ինչպես Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, այնպես էլ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների ձերբակալությունները, կասկած հայտնելով
ժողովրդավարությունը պահպանելու Թուրքիայի իշխանությունների հանձնառության առնչությամբ։ Հիշեցնենք, Ստամբուլի դատախազությունը հետաքննության շրջանակներում որոշել է ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին եւ եւս 100 հոգու։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Քեմալական ժողովրդահանրապետական կուսակցության եւ Իմամօղլուի համակիրները բողոքի ակցիաներ են սկսել Ստամբուլում եւ երկրի տարբեր շրջաններում։ Գրանցվել են նաեւ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջև բախման դեպքեր։ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանը քաղաքում 4 օրով արգելել է բոլոր տեսակի հավաքները եւ ցույցերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ Ալ-Շարային։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ օրակարգային բոլոր հարցերի շուրջ։ Պեսկովի խոսքով Ռուսաստանի Դաշնության նախագահը աջակցել է Սիրիայի ղեկավարության ջանքերին ուղղված երկրում իրավիճակի արագ կայունացմանը։ Բելարուսի Հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երթմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին։ Բելարուսի Հանրապետության սահմանադրության համաձայն նախագահի երթումն ընդունվում է հանդիսավոր մթնոլորտում։ Համաբելարուսական ժողովրդական ժողովի նախագահության անդամների, ներկայացուցիչների պալատի падգամավորների եւ Հանրապետության խորհրդի անդամների, սահմանադրական եւ գերագույն դատարանների դատավորների ներկայությամբ նախագահի ընտրության օրվանից ոչ ուշ, քան 2 ամիս։ Ավելի վաղ Բելարուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն հայտնել էր, որ նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հիշեցնենք, որ նա երկիրը ղեկավարում է 1994 թվականից ի վեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական իր ցանցում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մոտ 1 ժամ հեռախոսազրույց է ունեցել, որի մեծ մասը վերաբերել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ իր հերթին տեղեկացրել է, որ ինքը եւ ԱՄՆ նախագահը բանակցությունների ընթացքում քննարկել են Ռուսաստանի հետ էներգետիկ հարվածների դադարեցման հարցը։ Նա հայտնել է, որ Ուկրաինան կպատրաստի այն օբյեկտների ցանկը, որոնք կարող են ներառվել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված մասնակի հրադադարի շրջանակներում։ Այդ ցանկում ըստ նրա կարող են ընդգրկվել ոչ միայն էներգետիկ օբյեկտները, այլ նաև երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքները։ Զելենսկին նշել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցը հավանաբար վերջին շրջանի իր ամենաբովանդակալից զրույցն է եղել։ Կիևը եւս մի քանի ամերիկյան F-16 կործանիչ է ստացել արևմտյան գործընկերներից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Լրացուցիչ F-16-երը ժամանել են Ուկրաինա եւ դա լավ նորություն է, նշել է Զելենսկին, սակայն հրաժարվել է այլ մանրամասնություններ հայտնել։ Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Էնգելս քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի օդանավակայանում հրդեհ է բռնկվել։ Մոտակա տների բնակիչները տարհանվել են։ Էնգելսի մի քանի այգեգործական ոչ առևտրային համայնքներում ավելի քան 30 առանձնատուն եւ ամառանոց է վնասվել ԱԹՍ-ների հարձակումներից եւ մի քանի բնակիչ դիմել է բժշկական օգնության։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սարատովի վրա արձակվել է 54 ԱԹՍ։ Ընդհանուր առմամբ ռուսական ուժերը երկրի տարածքում խոցել են ուկրաինական 132 ԱԹՍ։ Ռուսական ուժերն էլ իրենց հերթին հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կրոպիվնիցկի քաղաքի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 8 մարդ է վիրավորվել, այդ թվում երեխա։ Ավերվել է քաղաքացիական ենթակառուցվածք, մի քանի թաղամասերում վնասվել են բնակելի տներ։ Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական զորքերի իրականացրած ավիահարվածներից այսօր վաղ առավոտյան 71 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ եւ անհետ կորածներ։ Իսրայելական ռազմական ուժերը արդեն 3-րդ օրն է շարունակում են հարձակումները Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա։ Ավելի վաղ Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին անկլավում 70 մարդ է զոհվել։ Մարտի 18-ից Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է լայնածավալ ռազմական գործողությունները Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը ռազմական գործողությունների վերսկսումը բացատրել է նրանով, որ Համասը մերժել է միջնորդների եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները։ Համասը իր հերթին ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին, հայտարարելով, որ շարժումը մինչեւ վերջին պահը պահպանել է հրադադարի համաձայնագիրը։
Ընկերներ, մեր հարգարժան գործընկեր դերասան Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեխրիկյանի հոգեհանգիստը տեղի ունենալու վաղը ժամը երեկոյան 6-ից 8-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը մարտի 22-ին ժամը 11-ից 1-ը նույն վայրից։ 60-ամյա դերասանի մահվան լուրը Դերասանների միությունը տարածել էր մարտի 18-ին։ Դեխրիկյանը տևական ժամանակ ինչ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նոր Հայաստան հեռուստաընկերությունը իր վշտակցությունն է հայտնում պարոն Դեխրիկյանի ընտանիքի անդամներին։ Այսօր տեղի է ունեցել երրորդ Capital Markets Armenia համաժողովը, որը տարածաշրջանի ֆինանսական եւ ներդրումային համակարգի համար կարևոր իրադարձություն է։ Այս համաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանում մինչ օրս ամենամեծ ծավալով արժութային պարտատոմսեր թողարկած ՏՀՏ ոլորտի առաջատար Viva ընկերությունը։ Այսօր մարտի 20-ին Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ երրորդ Capital Markets Armenia համաժողովը, որը տարածաշրջանի ֆինանսական եւ ներդրումային համայնքի համար կարևոր իրադարձություն է։ Capital Markets Armenia համաժողովը իր շուրջ է համախմբել բանկերի, ՏՀՏ ոլորտի, ներդրումային ընկերությունների եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների 230 ներկայացուցչի, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից։ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը մասնակցելով միջազգային համաժողովին ելույթ ունեցավ Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացմանը նվիրված հատվածում։ Հայաստանում մինչև օրս ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը երկրի ՏՀՏ ոլորտի առաջատար Viva-ն է։ Փետրվարի 12-ին ընկերությունը հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին, թողարկելով դոլարային պարտատոմսեր 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։ Այս հաջողությունը ցույց է տալիս ոչ միայն մեր աճն ու ձեռքբերումները, այլև թափանցիկության սկզբունքների մեր հավատարմությունը։ Այս քայլը հնարավոր է դարձել մեր գործընկերների եւ ներդրողների աջակցության շնորհիվ, ովքեր կիսում են ընկերության ռազմավարությունն ու արժեքները։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մեզ ու մեր գաղափարներին։ Պարտատոմսերի թողարկումը ֆինանսական ռեսուրսների ներգրավելու արդյունավետ միջոց է երկարաժամկետ եւ հեռանկարային բիզնես նախագծերին աջակցելու համար։ Հուսով ենք, որ մեր օրինակը կոգեշնչի այլ ընկերություններին նույնպես մտածել պարտատոմսերի թողարկման մասին, ամրապնդելով վստահությունը այս ֆինանսական գործիքի նկատմամբ։ Մենք ընտրել ենք Viva-ն, որովհետև այն շատ հետաքրքիր եւ հագեցած թեմա է։ Բացի այդ, նրանք դուրս են գրել պարտատոմսեր եւ դա միշտ մեծ ուշադրություն է գրավում, եւ ուրախ ենք, որ Viva-ն կիսվեց իր փորձով։ Կոնֆերանսի շրջանակում տեղացի եւ արտերկրից ժամանած մասնագետների միջև քննարկվեցին Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացման, կապիտալի համաշխարհային շուկայում ապագայի ռազմավարությունների եւ հեռանկարների, կրիպտոարժույթների եւ թվային ակտիվների վերաբերյալ հարցեր։ Համաժողովը կազմակերպել էր Sibons կոնգրեսը Sibons-ի աջակցությամբ։ Մարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է։ Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցում է կատարում հյուսիսային կիսագունդ, ազդարելով աստղագիտական գարնան մեկնարկը։ Եվ վերջում եղանակի մասն եմ խոսելու մարտի 21-ից 22-ը Հայաստանի շրջաների զգալի մասում։ Մարտի 23-ին առանձին շրջաներում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաներում հատկապես գիշերային ժամերին տեղումները լինելու են ձյան տեսքով։ Մարտի 24-ին, մարտի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվելու։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Լավ եղեք։